Սիրելի երեխաներ, այսօրվա մեր ես և շրջակա աշխարհը առարկայի դասներ ջերմաստիճան և զանգված։ Նախ եկեք պարզենք, ինչ ենք հասկանում ջերմաստիճան ասելով։ Ձեռքերով, ասատեսն Բիկրանջյանը։ Ինչ որ ջերմաստիճան ասելով ես հասկանում եմ ջերմություն և զանգված։ Ջերմություն և զանգվածություն, ինչ ես հասկանում։ Եմ խոսում մարդուս ջերմաստիճան սերյանների ապատասխանել ինչ ենք հասկանում ջերմաստիճան ասելով։ Ասա Դավիթ։ Ես ջերմաստիճան հասկանալով հասկանում եմ տաք։ Տաքություն ես դուք ենք հասկանում։ Ահա։ Այդ ուրիշ կարծիքներ կան երեխաներ։ Ասա տեսնեմ արելի։ Ահա, ուրիշ տեսնեմ ինչ ենք հասկանում ջերմություն ասել, ջերմաստիճան ասելով։ Լավ երեխաներ, իսկ ինչ ենք չափում, ինչի ջերմաստիճան ենք որոշում, եկեք մտածենք, ասա բերեմ, մարդու մարմնի ջերմաստիճանը, անգինեսա, կարող են չափել, ջրի ջերմաստիճանը կեցես, ասա տեսնեմ, Այո, տեսնեմ ինչ եղանակ է սենյակի ջերմաստիճանը, ջրի ջերմաստիճանը, Մարդու ջերմություն, եկեք չկշտանենք, երեխաներ, ապրեք, ճիշտ եք բոլորը, իսկ ինչպես են չափում մարդու ջերմաստիճանը, ջերմությունը, ինչպես են չափում, ապա տեսնեմ, ասա, ջերմաչափ, դուք ծանոթ եք ջերմաչափերի, Այդ նայից ես դույց կտամ ջերմաչափեր, տեսեք, և դուք հիվանդանում եք, մայրիկները օգտագործում են այսպիսի էլեկտրոնային ջերմաչափ, հնարավոր է նաև էլեկտրոնային լինի սնդիկային ջերմաչափ ձեր տանը և ձեր ջերմությունը չափելու ժամանակ մայրիկները և էլեկտրոնային և սնդիկային ջերմաչափերը դնում են ձեր թևի տակ և ստացվում են 2-ից 5 րոպե, չէ՞ երեխաներ, տեսեք, սա սնդիկային ջերմաչափ է, պետք է օգտագործել շատ ուշադիր լինեք, եթե հանկարծ կոտրվի, ապա սնդիկ կա նրա մեջ, որը թունավոր նյութ է, ծրք չեք տալիս, անմիջապես կանչում են մեծերի։ Հասկացանք երեխաներ։ Տեսեք, նաև կա այսպիսի հեռահար ջերմաչափներ, երբ հիվանդի երեխաներ ճակատներ եք մոտեցնում, միացնում եք արդեն ջերմաստիճանը այստեղ երևում է։ Հասկանալի է, սրանք եմ ձեր ասած ջրի երեխաներ ջերմաչափերն են։ Եթե ուզում ենք փոքրիկ երեխային լողացնել, անպայման չափում են ջրի ջերմաստիճանը նորեն։ Երեխային լողացնում, տարբեր նպատակներով օգտագործում են նաև ջրի ջերմաչափեր։ Հիմա եկեք ուշադրություն դարձնենք էկրանին, տեսնենք արդյոք էկրանին հայտնված տեղեկությունները մեզ ծանոթ են թե ոչ։ Հիմա կարդում ենք, ապա տեսնենք, ով է կարդում, Ինեսա կարդա։ Ջերմաստիճանը մարմնի տաքության աստիճանն է, համամիտեք երեխաներ։ Այո, հաջորդը, կարդա։ Չափում են ջերմաչափով։ Այո, չափումներ են կարտանում ջերմաչափով։ Ահա, հաջորդը կարդա։ Միավորներն է աստիճան Ցելսիուսը։ Այս ամենը չափեցինք, չէ երեխաներ։ Երեխաներ ջերմաստիճանը չափում են աստիճան Ցելսիուսով։ Ցելսիուսը մի գիտնական է, որը հայտնագործել է երեխաներ ջերմաչափի սանդղակը և նրա անունով է հիմա չափանյա, որը կոչվում է աստիճան Ցելսիուս։ Հաջորդը տեսնենք ինչ նորություն այսօր սովորեցինք։ Ջուրը երևում է -Ցելսիուսում։ Աստիճան Ցելսիուսում, աստիճան Ցելսիուսում, այո, և ջուրը սկսում է եղավ, երեխաներ, այդ պահին ջրի ջերմաստիճանը 100 աստիճան Ցելսիուս է, և հետաքրքիր փաստ, ջրի սառցակալման ջերմաստիճանը որքան է 0 աստիճան Ցելսիուս է, իսկ Գերմանը նոր ասացի, և երեխաներ ջերմաստիճանը 0 աստիճան Ցելսիուս է, ապա ջուրի
հեռու ջերմաչափ եւ հեռաչափ։ Ինֆրակարմիր, նայեք, ինֆրակարմիր են անվանում այս ջերմաչափերը։ Դուք նկարներում տեսնում եք, չէ՞ երեխաներ, էլեկտրոնային չէ, մյուսը սնդիկովը, բայց այստեղ երեխաներ սպիրտ է, սնդիկ չէ, նայեք, սպիրտ է օգտագործում, քանի որ սնդիկը վտանգավոր է երեխաներ, առողջության համար, դրա համար մարդիկ նաև խոնավուր սպիրտ են օգտագործում։ Եվ մյուսը արդեն հեռաչափ ջերմաչափը հեռավորություն է ցեչափում, մարմին ատու չէ երեխաներ, մոտեցնում, ուղղակի ճակատին ես մի փոքր մոտեցնում, չես կպչում մարդու մարմնին։ Դրա համար կոչվում է հեռաչափ ջերմաչափ, հեռգծիկ չափ։ Լավ, հասկանալի է այս ամեն ինչը։ Անցանք առաջ, հիմա տեսեք, մարդու մարմնի ջերմաստիճանը։ Տեսեք, մարդու երեխաներ նորմալ մարմնի ջերմաստիճանը 36 աստիճան է, բայց այդ սանդղակը կարող է հասնել մինչև 36.6 աստիճան։ 36-ից մինչև 36.6 ջերմաստիճան։ Եթե, տեսեք, դեղնինով է նշված, եթե 37-ից 38 աստիճան ջերմություն ունեք, ապա դա կոչվում է թեթև ջերմություն։ 38-ից 39 աստիճանը արդեն բարձր է ջերմությունը, իսկ 38-ից հետո շատ բարձր է, անպայման պետք է դիմել բժշկի, կանչել շտապօգնություն։ Հասկանալի է երեխաներ։ Ահա, հիմա տեսեք, առողջ մարդու ջերմաստիճանը 36 աստիճան Ցելսիուս, այդ ժամանակ դուք ինչ եք անում? Լավ եք զգում, իսկ եթե հիվանդ եք, դիմեք բժշկի եւ ջերմությունը 39 աստիճան Ցելսիուս է։ Ահա, ինչ անել ջերմության ժամանակ հիմա։ Պետք է նախ չափեք, չէ՞ որ իմանանք մարդու մարմնի ջերմությունը։ Ահա, երբ տեսնում եք ջերմությունը, ունեք ինչ անել երեխաներ, ապա կանացեք։ Հանգստանանք եւ կարևորը շատ դեպքներ կմենք, այո, դեպքներ կմենք։ Եվ պետք է դիմել ծնողներին կամ բժշկին։ Լավ, եթե դուք վատ եք ջերմություն ունեք, պետք է դիմել ծնողներին կամ բժշկին։ Լավ, շարունակենք մեր աշխատանքի երեխաներ։ Ահա, ջերմաստիճանի մասին մեզ բավականին տեղեկություններ իմացանք։ Հիմա տեսնենք, ինչ է զանգվածը, ինչ է զանգվածը։ Ասալվանեք, զանգված ասելով դու հասկանում ես կիլոգրամ, դու ինչ ես հասկանում։ Ամբրես, ինչ որ ամերկայի քաշը դիգրամ։ Ես ասում քաշ եւ ծանություն։ Քաշ եւ ծանություն, կարելի է Ասանայի ջան, մարդու քաշ ես հասկանում, ծանություն ես հասկանում, դուք բոլորդ էլ ճիշտ եք երեխաներ, տեսեք, այստեղ կարող կա զանգվածը մարմնի նյութի քանակն է, շարի, զանգվածը մարմնի նյութի քանակն է, երկրորդը զանգվածը չափում են երեխաներ, ինչով, այս կշերքը նախատեսված է մարդու զանգվածը չափելու համար։ Մարդը կապնում է, չէ, դուք բոլորը երկում եք երեխաներ ստուգման, հերթական ստուգման, ձեզ կշռում են, ճիշտ է երեխաներ։ Կանգնում եք և զանգվածի վրա տեսնում եք 200 կիլոգրամ եք կշռում։ Ահա, և կշերքը ինչպիսի տեսակ է երեխաներ, սա կոչվում է նշարավոր կամ երկու, այո, երկու կշերք է մի կողմում դնում եք կշռանքարները, տեսնում եք երեխաներ, մի կողմում դնում եք կշռանքարները, իսկ մյուս կողմում այն նյութերը, որոնք հարկավոր է կշռել։ Եթե հավասարվում եք երեխաներ, ապա հավասար, եթե մի կողմը իջնում է ներքև, ուրեմն նշարը ծանր է, իսկ որը բարձրացել է վերև, ավելի թեթև է։ Լավ, նաև այսպիսի կշերք ունենք, այս կշերքները կոչվում են զսպանակավոր, որովհետև զսպանակ կա երեխաներ, երբ ծանրություն եք ուզում կշռել, զսպանակը ձգվում է և տեսնում եք սլաքը իջնում է ներքև։ Այսօր մենք գործնական աշխատանքներ ենք կատարում, խնդրում ենք ուշադիր եղեք, որ ճիշտ կատարեք ձեր աշխատանքները։ Սա զսպանակավոր։ Կա նաև խոհանոցային կշերքներ, ապա ձեր խոհը տեսնեմ արդեն
բերեք դուք և տեղադրեք ձեր սեղանին, խոհանոցային երեխաներ կշերքներ գոյություն ունեք, այս կշերքներով էլ արդեն մինչև 1 կիլոգրամ զանգված ունեցող առարկաներն է կշռում։ Մինչև 1 կիլոգրամ, այսինքն գրամներն են այստեղ կշռում։ Մայրիկները երևի տեսել եք խոհանոցում երեխաներ։ Ահա, ինչ էին կշռել խոհանոցում մայրիկները։ Կարակ, շաքարավազ, աղել եք կշռել դուք անցած, շաքարավազ, լավ, շարունակում ենք երեխաներ, տեսեք, ասեցիք չափում ենք կշռել տերով, միավորներն են գրամը և կիլոգրամը, չափման միավորներն են գրամը և բայց ավելի երեխաներ մեծ չափան միավորներ կան, որ մենք դեռ չենք ուսումնասիրել։ Տիգրան ջան, դու գիտես որոնք են այդ չափան միավորները։ Ողին տրանսենտներ և տոննա։ Բացի տասաններում մենք ուսումնասիրենք նաև ցենտերը և տոննա։ Դրանք նույնպես զանգվածի չափման միավորներ են։ Եվ այստեղ մեծ ծանոթ չափման միավորներ։ 1 կիլոգրամ 1000 գրամ։ Նա անցան առաջ երեխաներ, հիմա շարունակենք վերաշխատանքը։ Ծանոթանանք կշերքի տեսակները, ես բացատրեցի ձեզ, բայց մեկ անգամ ևս այսպես էկրանի վրա ծանոթանանք։ Երկու կշերքներ, սրանք են երեխաներ, որոնք կոչվում են այդ լաբորատոր կշերքներ, լաբորատորիաներում նյութեր են, հիմնական նյութեր են կշռում։ Ավելի թեթև երեխաներ, առարկաների ավելի թեթև նյութեր կշռելու համար են այս կշերքները նախատեսված։ Մյուսը էլեկտրոնային կշերքներ, երեխաներ, ահա, էլեկտրոնային կշերքը, այդ որ գրամներով ունենք այստեղ մոտ, այդ սրանք են երեխաներ, այստեղ էլեկտրոնային կշերքներ են կոչվում, լավ, ավելի արագ ու ճշգրիտ թվերով են ցույց տալիս, ավելի արագ են նշում և ավելի ճիշտ մանրակրկիտ ասում են, քանի գրամ է այդ միրգը կամ չգիտեմ նպարեղենը, բանջարեղենը կամ խոհանոցային ինչ-որ նյութեր։ Հաջորդ կշերքի տեսակը երեխաներ հատակի կշերքն է, որը դուք ես ձեզ ծանոթացրեցի։ Մարդկանց կշռում են այս հատակի կշերքները։ Լավ, շարունակենք վերաշխատանքը, այստեղ մեծ ընկեր եմ ես համար նախատեսել։ Ապա ով կարող է կարդալ այս խմբերը, ով կարող է երևում է, նաև ջան կարդատեսնեմ, մի կողմում 200 գրամ խծոր, իսկ մյուսը 200 գրամ կշրակալ է։ Ահա, հիմա հավասար են այս երեխաներ, պատկերացրեք, որ նժարեն մի կողմում 200 գրամ խնձոր է, մի կողմում է կշռակար է 200 գրամ, ապա ինչ կարող ենք ասել։ Հավասար են, ուրեմն խնձորը որքան է, զանգվածը խնձորի 200 գրամ, ժամ երեխա, 200 գրամ, մյուսը, ահա, 100 գրամ արքայախնձորը կարող ենք կշռել էլեկտրոնային կշերքներով և մատուկաշի 30 կիլոգրամ հատակի կշերքներով։ Հասկացանք երեխաներ, շարունակում ենք վերաշխատանքը։ Այստեղ օրինակներ եք ձեր ծանոթացնելիս։ Դուք գիտեք, որ մեկ խնձոր երեխաներ մոտավորապես կարող է կշռել 150 գրամ մի հատը։ Իսկ եթե մի քանի հատ լինի կամ շատ լինի, արդեն կչափենք կիլոգրամով արտեստի դրամ ճիշտ է։ Մեկ բուրգի հացը, տեսեք նկարված է, հաստատել եք, չէ՞ բացի, մոտավորապես 500 գրամ է, 500 գրամը կիլոգրամ է, այո, և մեկ դասան, գիշկը մոտավորապես քանի գրամ է, ուսապաշտը երեխաներ, ուսապաշտը, 2-ից 3 կիլոգրամ, ձեր կարիսակները երեխան պետք է լինի 2-ից 3 կիլոգրամ, որպեսզի դուք առողջենեք ձեր մեջքը երեխաներ ուղղակի լինեք, խնդիրներ չունենան։ Եվ երկրորդ դասանի աշակերտը կշռում է մոտավորապես 25-ից 30
ձեր զանգվածները կչափեք և կգրանցեք երեխաները։ Հիմա ամենակրկիր խնդիր։ Կարդում եք, երևում եք ձեզ, ապատեսնով կարող եք կարդալ, կարող ամայաջեն։ Գերվելով, այսինքն 1000 գրամ։ Գերվելը 100 գրամ, քանի գրամ դուք կապ առած գերվի։ Պատասխանը մտածում եք։ Մեկ անգամ ևս ես կարդամ, ուշադրեք երեխաները դին ուշադրեք, նստում եք։ Այդ հայախնդուր եք երևում, տշտում եք 1 կիլոգրամ։ 1 կիլոգրամը 1000 գրամ է։ Իսկ երբևէ նրա 100 գրամ է։ Եթե երևա հանեն պտուղը միայն, որքան կտշրի երևանից, քանի գրամ կլինի, ասա աշխուտ, ինչպես գտար։ 100-ից վարում եք 900, լինում է 1000։ Եվ ինչպես կարող են։ 1000-ից կհանենք 100, կստանանք 900։ Ավելի շատ դու ստուգեցիր աշխուտը, պատասխան ստուգեցիր, 1000-ից պետք է հանենք երևում սաղվածը, 100 գրամը, և ստանենք, որ նոքուր պտուղը 900 գրամ է։ Լավ, բանձեր երեխաների ամեն ինչ, գնացիք առաջ, հիմա, եկեք համեմատեք ջերմաստիճանը և զանգվածի չափման միավորները։ Տեսեք, ջերմաստիճանը գրված է, չափում է հիմնաչափը, միավորն է աստիճան Ցելսիուս, ցույց է տալիս տաքություն, օրինակ 36 աստիճան Ցելսիուս, 100 աստիճան Ցելսիուս, և այն առողջության համարը չէ երեխաների նախատեսված։ Հիմա տեսեք, իսկ եթե երեխաներ դրսում գրված է եղանակի տեսություն եք դիտում և ասում է այսօր ցերեկը սպասվում է -3 աստիճան ցուրտ, ինչ է նշանակում։ Եթե թվի դիմաց գրված է մինուս նշանը, ապա նշանակում է ցուրտ է եղանակը, իսկ եթե պլյուս կամ նոարած նշանը, նշանակում է, որ դրսում եղանակը ավելի տաք է։ Հիմա զանգվածը համեմատեք, տեսեք, եկավ չափում եք ջերմաստիճանը, ջերմաչափով այնտեղ զանգվածը չափում եք միավորներն են գրամ, կիլոգրամը և ցույց է տալիս, ինչ է ցույց տալիս, կարդացեք, նյութի հանան, օրինակ 200 գրամ, 1 կիլոգրամ, այն օգտագործում են առևտրում փոխարարության մեջ և տարբեր այլ ձևավորումներով։ Լավ երեխաներ, շարունակեք։ Հիմա, տեսեք, խաղում ենք խաղ, պետք է ասեք ճիշտ է, թե սխալ է։ Հիմա, ճշտի դեպքում պետք է ծավ տամ, իսկ եթե սխալ է, ոչինչ այլ չի։ Լավ, կարդում ենք, ջրի երևան ջերմաստիճանը 50 աստիճան Ցելսիուս է։ Սխալ է, ծավ չենք տալիս։ Մարդու նորմալ ջերմաստիճանը 36 աստիճան Ցելսիուս։ Մենք ասացինք, որ 36-ից մինչև 36.6 աստիճան կարող է լինել։ 1 կիլոգրամը 100 գրամ է։ Ո՞ղտակ տվեց։ Լույսի մեջ ճիշտ է դու։ Նոր մենք սովորեցինք, որ 1 կիլոգրամը 1000 գրամ է։ Ջերմաստիճանը չափում են նշաններով։ Ճիշտ է։ Ջերմաչափով ապրես դատության։ 1000 գրամը 2 կիլոգրամ է։ Ասաբարձր աստիճան, 1 կիլոգրամ, այսինքն նույնպես սխալ է։ Հեռաչափ, ջերմաչափը պետք է շփել մարմնի հետ։ Ասացինք, չէ՞ որ հեռաչափ երեխաներ ջերմաչափը մարմնին չի կարելի շփել, մոտեցնել, պետք է հեռու պահել, ճակատային հատվածում և այս էկրանի վրա հայտնում է թվեր ցույց է տալիս ձեր ջերմաստիճանը, այսօր մեր ջերմաչափումներ կատարվում, չէ՞ երեխաներ։ Լավ, գնացինք առաջ։ Տեսնենք, ով ավելի արագ կպատասխանի։ Տեսնենք, ով ավելի արագ պետք է պատասխանի։ Հարցը կարդում եմ ու
Ջրի ստացականման ջերմաստիճանը 0 աստիճան Ցելսիուս։ Որ սարքով է չափում ծնվածը վերամ։ Կշերքով, ահա, 1000 գրամ, քանի կիլոգրամ է։ Մեր ուզանում չես կարող է կազահացի։ 1000 գրամ 1 կիլոգրամ ճիշտ է։ Որ ջերմաչափը չի պահանջում շփում։ Որ 1000 գրամ։ Բաց է։ Այո, հրահար, այո, և 2 կիլոգրամ արքայախնձորից հանած 1000 գրամ կեղր է։